Բարև ձեզ սիրելի ժողովուրդ, այս նախընտրական թոհու բոհի մեջ ոնց որ մեր ամենակարևոր խնդիրը դառնում է այն վիճակը, որ ստեղծվել է Ռուսաստանի կողմից տնտեսական սահմանափակումների հետևանքով առաջացած այս խնդիրների հարցն է, ըստ էության բավականին բարդ վիճակ է ստեղծվել մեր շատ արտահանողներ, գիտեք, խմիչքի, կոնյակի, ծաղիկի, ծիրանի եւ այլն, տարբեր տեսակի մարգեղենի եւ այլն հայտնվել են բավականին ծանր վիճակում, ըստ էության հայտնվել են մի վիճակում, որ գնում են դեպի արդեն որոշ մարդիկ արդեն սնանկացման են գնում, որոշ մարդիկ կանգնած են սնանկացման վտանգի առաջ, մեր միջին ու փոքր բիզնեսին բավականին լուրջ հարված է հասցվում եւ ես ուզում եմ ուղղակի վերլուծել սրա պատճառները։ Բանն այն է, որ եթե մենք նայենք այն կուրսը, որ վերցրել է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, դա այն է, որ մենք իբր թե ուրեմն պետք է գնանք դեպի Եվրոպական միություն, իսկ դա նշանակում է, որ մեր արտադրանքը պետք է բարձրացնենք եվրոպական ստանդարտների եւ կարողանանք մտնել եվրոպական շուկա։ Այս կուրսը ըստ էության հայտարարված է բավականին վաղուց, բայց եթե մենք հետևենք կոնկրետ արդյունքներին Նիկոլ Փաշինյանի կառավարության գործունեության, մենք կտեսնենք, որ 2018 թվականին Ռուսաստանի բաժնեմասը մեր արտահանման մեջ եղել է 27%, դրանից հետո կտրուկ աճել է, տարին տարի վրա աճել է, 22 թվականին հասել ենք 47%-ի, պատկերացնում եք, չէ, 47%-ը դարձել է մեր արտահանման բաժնեմասը դեպի Ռուսաստան։ Հիմա, եթե նպատակն է, որ մենք գնանք դեպի Եվրոպա, կարելի ասել, որ տնտեսական հիմքերի առումով հենց Նիկոլ Փաշինյանի կառավարությունն է, որ ձախողել է եվրոինտեգրացիայի այդ ուղղությունը եւ կուրսը, որովհետեւ մենք արել ենք լրիվ հակառակ շարժումները։ Ճիշտ է, այն բանից հետո, երբ որ Արևմուտքը ինչ-որ պատժամիջոցները խստացրեց Ռուսաստանի հետ կապված, այսինքն դժվարացնելով արևմտյան ապրանքների ռեէքսպորտը դեպի Ռուսաստան, մենք այս պահին ունենք անկում արտահանման բաժնեմասի մինչև 35%, սա արդեն 25 թվականի տվյալներն են։ Բայց այստեղ պետք է հասկանանք, այս խնդիրները նոր են առաջացել Ռուսաստանի ըստ էության պատժամիջոցների հետևանքով, թե արդեն վաղուց են այդ խնդիրները։ Բանն այն է, որ եթե դու ուզում ես իսկապես գնալ դեպի Եվրոպական միություն, եթե դու ուզում ես ինտեգրացիա կատարես դեպի եվրոպական շուկա, դու այդ ուղղությամբ պետք է աշխատես։ Եվ ամբողջ այս խնդիրը գալիս է դրանից, որ Նիկոլ Փաշինյանը կարգը դրել է ձիուց առաջ, ձին տիքաշի կարգին, ոչ թե հակառակը։ Եթե դու քաղաքական պրոցեսները դնում ես, արագացնում ես առանց նախապատրաստելու տնտեսական հիմքերը, դու հայտնվում ես այս վիճակում, որում մենք հիմա հայտնվել ենք։ Հələ դեռ մինչև այս վերջին սահմանափակումները արդեն մենք ունենք առաջի 4 ամսվա շատ ծանր ցուցանիշներ, որոնք ահազանգ են հնչեցնում։ Մասնավորապես 3.3%-ով մեր արտահանումը ընկել է 4 ամսվա ընթացքում, այս հունվարից մինչև ապրիլ, իսկ սղաճը բավականին բարձր մակարդակ է գրանցվել 4.3%։ Սա ինչ է նշանակում։ Այս հələ միջև էս վերջին սահմանափակումները, սրանք այս սահմանափակումների հաշվարկը շատ ավելի ցավոտ է լինելու եւ շատ ավելի մեծ խնդիրներ է առաջացնելու։ Հիմա խնդիրը ուրեմն ինչ է։ Խնդիրը հետեւյալն է։ Եթե դու չես նախապատրաստում քո տնտեսական հենարանը, հիմքը, ալտերնատիվները այլ շուկաներում, քաղաքական այսպեսի շրջադարձներ, կուրսեր հայտարարելը եւ այլն, դա բերում է
շատ բացասական հետևանքների։ Այսինքն այն գործընթացը, որի մեջ մենք հայտնվել ենք, ու այս վիճակը ծանր, սա նորից Նիկոլ Փաշինյանի քաղաքականության իրականում չհաշվարկված, եթե չասեմ հիմար ուղղակի քաղաքականության հետևանքն է։ Պնդումս հետևյալն է. Նիկոլ Փաշինյանը ինքը իր 8 տարվա կառավարության գործունեությամբ փլուզել է, ձախողել է եվրո ինտեգրացման ուղղությունը, եւ հիմա մենք այդ հետևանքները, տնտեսական հետևանքները, հիմա մենք դրան առերեսվում ենք հենց այդ վարած քաղաքականության պատճառով, որը կլիներ ճիշտ քաղաքականությունը։ Ճիշտ քաղաքականությունը կլիներ հետևյալը. հենվելով այն հաջողությունների վրա, որ մեր շուկաները ունեն, մեր արտադրանքը ունի ռուսական շուկաներում, սկսել կամաց մտնել միջինարևելյան, եվրոպական շուկա, եւ երբ որ ստեղծվեին արդեն համապատասխան բալանսները, մեր առևտրատնտեսական բալանսը լիներ քիչ թե շատ դիվերսիֆիկացված, այդ ժամանակ նոր այդ կարգը, այդ process-ի հետևից, տնտեսական գործընթացի ձիու հետևից տանել քաղաքական կարգը։ Նիկոլ Փաշինյանը դրանց տեղերը փոխել է, ինչպես միշտ մենք հայտնվել ենք շատ վատ վիճակում։ Ինչն է սրա գլխավոր, այսինքն սրա լուծումը հիմա որն է։ Մենք պետք է հասկանանք, որ իսկապես այսպես մենք գնում ենք դեպի տնտեսական կոլապս, որովհետև առանց նախապատրաստելու ալտերնատիվները Ռուսաստանը հիմա օգտագործելու է այդ վիճակը, եւ այսինքն Հայաստանի կառավարությունը դնելու է հենց իր սեփական ձախողված կուրսի, իր սեփական սխալների պատճառով ձևավորված իրավիճակի առաջ, եւ հենց հիմա էլ դա անում է, դրել է մեզ երկընտրանքի առաջ, կամ դուք դուրս եք գալիս եվրոպական միության ուղղությամբ, եվրասիական տնտեսական միությունից, դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է ըստ էության կոլապս։ Առանց նախապատրաստված տնտեսական իրողությունների, դա նշանակում է Հայաստանի համար տնտեսական կոլապս։ Հետևաբար, սրա հետևանքը լինելու է այն, որ Նիկոլ Փաշինյանի կուրսը ուղղակի, այսինքն այդ ընթացքը անգամ եթե ինքը ուզում էր նման ընթացք անել, ինքը դա ձախողելու է։ Մենք շատ ավելի վատ վիճակում ենք հայտնվելու։ Ինչի համար է սա անում։ Այսինքն պետք մնում է մենակ մտածել, որ սա չի կարող պատահի բացատրվի միայն ապաշնորհությամբ ու հիմարությամբ, հաշվարկների բացակայությամբ։ Ես կարծում եմ, այստեղ քաղաքական խնդիր է։ Նիկոլ Փաշինյանը ընտրություններից առաջ ցանկանում էր ստանալ արևմուտքի աջակցությունը, որպեսզի կարողանա վերընտրվի, իրան չի հետաքրել Հայաստանի համար անհրաժեշտ կոմպենսացիաները, չի հետաքրել, որ ասենք արևմուտքը շատ կոշտ եւ վստահելի երաշխիքներ տար մեր եւ ռազմական անվտանգության առումով եւ տնտեսական անվտանգության առումով։ Դա իրան չի հետաքրել եւ ինքը գիտեր, որ դա հնարավոր չէ ստանալ եւ նա գնաց մի ուղղությամբ, որ իրեն շատ շուտ պետք էր այդ աջակցությունը արևմուտքից։ Հետևաբար անգամ եթե դրա հետևանքով մենք վատ վիճակում ենք հայտնվել, ինքը հիմա ընտրել է այլ ճանապարհ, փորձի ինչ-որ ֆոկուսներով բացատրել մեր բնակչությանը, որ գիտեք ինչ, որ հավասարակշռությունը քանդվում է, մենք հայտնվում ենք այս վիճակում, հիմա ասում եմ մի կողմ քանդվել այդ հավասարակշռությունը թեքել ենք, հիմա հետ բերելն էլ է պրոբլեմ, ասենց ինչ-որ հիմարություններով, բաներով, գիտեք, մի հատ ինչ-որ սարք է, ասենց ինժեներներին պատվիրել, որտեղ ինչ-որ բաներով, այդ գիրաներով ինչ-որ բացատրում է, թե Հայաստանի վիճակը ինչ է լինում, բացատրում է մի մարդ, որը հավասարակշռությունը միջազգային հարաբերություններում, արտաքին քաղաքականության մեջ բացատրում է մի մարդ, որը ինքը այդ հավասարակշռությունը քանդել է իր անուղեղ գործողություններով, եւ որի պատճառով մենք հիմա հայտնվել ենք այս վիճակում։ Ինչ ասեմ, սա ես արդեն համեմատել եմ դրա հետ, որ ասենք սերիական բռնաբարիչը արդեն սկսի մեզ դասեր կարդալ բարոյականության, բարեպաշտության եւ սիրո մասին։
սա է Նիկոլ Փաշինյանը, Փառք Աստծո ընտրությունները մոտիկ են եւ հայ ժողովուրդը ունի շանս տրամաբանական որոշում ընդունելու այդ օրը եւ քվեարկել այն հնարավոր իշխանության այն կուսակցությունների օգտին, որոնք իրական բալանսի կողմնակից են։ Այդ առումով ես կարող եմ ասել, որ մենք որպես Հայաստանի անկախությունը բերած ուժ Հայ ազգային կոնգրեսը մշտապես մնացել է անկախական դիրքերի, մենք ոչ ցանկանում ենք լինել արևմտամետ, ոչ ռուսամետ, մենք կարծում ենք, որ Հայաստանը երկու դեպքում էլ մեծ խնդիրներ է ստեղծում իր գլխին, մենք պետք է տանենք այն քաղաքականությունը, որը նշանակում է պահպանել Հայաստանի անկախությունը, գնալ համագործակցության բոլոր ազիմուտներով, ինչպես կասեր Ֆրանսիայի հռչակավոր նախագահ եւ մարշալ դե Գոլը, սա մեր քաղաքականությունն է, սա միակ հնարավորությունն է Հայաստանի համար գնալ բոլոր ուղղություններով զարգացնել հարաբերությունները եւ Հայ ազգային կոնգրեսը հենց այդ մոդելն է ընտրել, երկիր կամուրջ մոդելը, որը պետք է ունենա համագործակցություն եւ Ռուսաստանի հետ եւ Ամերիկայի հետ եւ Միացյալ Նահանգների եւ Եվրոպական միության հետ եւ Իրանի հետ եւ Չինաստանի եւ Հնդկաստանի եւ sense ամփոփ մենք դա ներկայացրել ենք մեր խաղաղության պրոյեկտում 3+BRICS պրոյեկտում, որտեղ Հայաստանը, մասնավորապես Սյունիքի տրանզիտային գոտին դառնում է մի հանգույց, որով կարող են օգտվել բոլոր խաղացողները աշխարհում։ Շնորհակալություն այս ձեր ուշադրության համար, կտեսնվենք։